Պարոն Կոստանյան, առաջի հարցը ուզում եմ տալ գործընկերոջս Փայլակի հարցի շարունակություն, առնվազն իմ համար պարզ չէր ձեր տված պատասխանը կարմիր գծերի այդ դատական գործի վերաբերյալ, որ դուք բողոք եք ներկայացնում։ Ձեր քաղաքական հակառակորդները, այսինքն քաղաքացիական պայմանագրի, ասում են, որ դուք դատարան եք ներկայացնում բողոք, որ անընդհատ հետաձգվի օրենքի ուժով չմտնի դատական ակտը ուժի մեջ։ Ու ասում եմ, որ անընդհատ նույն տեքստով մանեք դիմում վերաքննիչ, հետո վճռաբեկ ու նույն բողոքն եք տանում, իրանք հետ են վերադարձնում։ Ասում եմ, որ իրավաբանորեն սխալ է։ Այսինքն չկա մի մարդ քաղաքապետարանում, ով որ իրավաբանորեն բողոքը ճիշտ կձևակերպի ու կտանի դատարան, որ ընդունեն այդ մարդիկ։ Դա եմ ուզում հասկանալ։ Ու Փայլակի պատասխանը ինչու եք անընդհատ բողոքարկում։ Էդգար ջան, տեսեք, ես հիմա քանի որ չեմ տիրապետում իրավաբանական տերմինոլոգիային եւ դրա մասնագետը չեմ, ես հիմա կդժվարանամ ասեմ ձեր հարցերի պատասխանը սպառիչ տամ, բայց եթե ձեզ օրինակ ավելի մանրամասներն է հետաքրում, թե Երևանի քաղաքապետարանի կողմից բողոքարկման է, ես կարծում եմ, որ առաջիկայում նման հնարավորություն առնվազն կստեղծվի, թե ոլորտի պատասխանատուի, թե գուցե եւ մեր համապատասխան վարչության կողմից, որպեսզի կարմիր գծերի մասով այն բողոքը, որ ներկայացվել է, եւս մեկ անգամ հանրային ներկայացվի եւ նաեւ ասվի, թե ինչի համար է Երևանի քաղաքապետարանի կողմից այդ բողոքը ուղարկվում դատարան։ Հանրային ռադիո, Ավետիսյան Աիդա, հարցս պարոն Կոստանյան վերաբերում է հյուսիս-հարավ ճանապարհին, նախկին քաղաքական գործիչներից մեկը լրագրողական հետաքննություն էր իրականացրել հենց Մալաթիա-Սեբաստիա հատվածում մոտ 250 մետր չկառուցված հատվածի վերաբերյալ եւ այնտեղ հանրային շահ, գերակաշահ ճանաչված սեփականատերերից մեկը փաստորեն չի համաձայնում հաշվարկված փոխհատուցման գումարի հետ եւ հենց պաշտոնյան նախկին ինքը կոչ էր արել քաղաքապետարանին եւ կառավարությանը քայլեր ձեռնարկել հանդիպել սեփականատիրոջ հետ, որպեսզի վերջո այս հարցը լուծում ստանա, քանի որ 2022 թվականից շինաշխատանքները դատարանի որոշմամբ կասեցված են, դադարեցված են ներողություն, հանդիպել եք սեփականատիրոջ հետ, այս գործում ինչ առաջընթաց կա։ Շատ լավ, խոսքը վերաբերվում է վարչապետի նախկին օգնական Այրի Սարգսյանի ռեպորտաժին, այո, ոչ միայն այդ ռեպորտաժը տեսել եմ, այլ նաև որոշակի ծանոթ եմ նշված խնդրին, եթե չեմ սխալվում, մեր ՑԻԿ-ի կողմից է այդ բանակցությունները վարվում տվյալ քաղաքացու հետ, գիտեմ, որ դեռ բանակցությունները որպես այդպեսին տարվում են նշված քաղաքացու հետ, բայց այս պահին ես կդժվարանամ կոնկրետ ասել այն մեխանիզմը, որով թե այդ փոխհատուցման հարցն է լուծվելու եւ վերջապես հյուսիս-հարավի այդ հատվածը արդեն կանցնի բուն շինարարական փուլին, կարծում եմ այդտեղ իրավական նաեւ հարց կա, ինչի մասին նաև բարձրաձայնել էր Նայիրի Սարգսյանը, կարծում եմ առաջիկայում արդեն տեսանելի պատկեր կունենանք եւ ավելի հստակ կարող ենք ժամանակացույց ասել, թե երբ փոխհատուցման հարցը կլուծվի եւ երբ աշխատանքները կմեկնարկեն։ Սեփականատիրոջ հետ պարբերաբար այս ընթացքում հանդիպումներ եղել են, ձգձգվել է նաև այն պատճառով այս ամբողջ process-ը, որ տվյալ քաղաքացու հետ վերջնական որոշում չի ընդունվել, իսկ հաջորդ հանդիպումը, որը որ արդեն տեղի կունենա, ես կարծում եմ արդեն դրա արդյունքում մենք ավելի վերջնական պատկերը կունենանք, թե երբ այդ աշխատանքները կմեկնարկեն։ Կարմիր գծերի հետ կապված, տեսեք, դուք ընդհանրապես մեկ տողով բողոք ասում եք, որ բողոքարկում եք, երբ որ նման հայտարարություն է լինում եւ ոնց որ անցնում ենք առաջ, բայց ինձ հետաքրքիր է, կարող եք բերել փաստեր, որոնք դրված են ձեր բողոքարկման հիմքում եւ դուք հանրությանը կարող եք ասել, որ այ տեսեք, այս ժամանակահատվածում այսքան բեռնաթափվել է կենտրոնը ու սա, այսինքն այս գործողությունները իրավաչափ են
իսկ դատարանն ասում է, որ սրանք իրավաչափ չեն ու պատճառաբանում է, որ բեռնաթափում էլ քաղաքին չի բերել։ Հիմա այս մասով դուք ինչ կարող եք ասել, կարող եք թվեր ունենալ, որ ծանրաբեռնվածության մասը կարողանաք ցույց տալ։ Անի ջան, նայեք, հիմա այն բողոքը, որ ներկայացվել է եւ որը որ փաստացի դատարանի կողմից անվավեր է ճանաչվել, դա կարծում եմ ոչ թե վերաբերվում է բուն բեռնաթափման, այլ արժեքին, որտեվ եթե հիմա մենք խոսում ենք նվյալ խնդրի մասին, շատերը արժեքից են բողոքում, ոչ թե բեռնաթափման խնդրից, չէ՞, կարծում եմ դուք էլ եք հիմա նույնը ասում, որովհետև այն խոսույթը, որ կա, որ գումարը բարձրացավ կարմիր գծերի, շատերը բողոքում են դրանից, այլ ոչ, որ դրանով բեռնաթափման խնդիրը լուծվեց, թե չլուծվեց։ Հիմա ինչ վերաբերվում է ձեր հարցին, թե հնարավոր է դա ինչ-որ թվային պատկերով ներկայացնել, առնվազն թվային պատկերով ինչի է դժվար ներկայացնել, որովհետև որպես այդպիսին շատ բարդ է այդ մեխանիզմը կիրառել, էլի, որովհետև եթե մենք նայում ենք օրինակի համար նախկինում տարեկան մինչև այս որոշումը ընդունել էլի, երբ որ 12000 էր տարեկան վճարը, տասնյակ անգամ թվերը ավելի մեծ էին տարեկան փաթեթը, այսպես ասած, գներու կարմիր գծերի կայանման, քան հիմա, այսինքն այդ տեսանկյունից եթե որ մենք նայում ենք, այո, նաև այդ արժեքը շատ վարորդների ստիպել է, որպեսզի իրենք կենտրոնում հնարավորինս քիչ կայանում անեն եւ տարեկան փաթեթները ձեռք չբերեն հաշվի առնելով նաև գինը։ Այդ տեսանկյունից, այո, ինչպես նշեցի, որոշակի տեսանկյունից բեռնաթափում կա, բայց այդ բեռնաթափումը, եթե մենք առաջին հայացքից նայում ենք երթևեկությանը, խցանումներին եւ հոսքին, մարդկանց մոտ կարող է տարակուսանք հաղորդի մեզ հայտարարությունը, բայց ես ելնելով այդ թվերից, որը որ ներկայացրեցի, այո, որոշակի առումով նման արժեքի բարձրացումը զսպել է տարեկան փաթեթներ ձեռք բերելու եւ շաբաթներով, ամիսներով սեփական մեքենաները կենտրոնի տարբեր հատվածներում կայանալու խնդրից։